ես անկեղծ ասեմ, ահաբեկված էի հետևում, թե պարոն Փաշինյանը ինչպես խոսքը տվեց պարոն Ալիևին եւ պարոն Ալիևը նկարագրեց քրիստոնյա նահատակներին որպես պատերազմական հանցագործների եւ պահանջեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը անցկացվի Ադրբեջանում։ Մի երկիր, որը բռնապետության ներքո է։ Ինչը հետաքրքիր է, որովհետեւ կարելի է ասել, որ Հայաստանը այսօրվա դրությամբ իրավունքի կերակայություն չունեցող երկիր է եւ ավտորիտար վիճակում է։ Քաղաքական հակառակորդները բանտարկվում են կամ տնային կալանքի ներքո են, եկեղեցին հարձակման ներքո է, քաղաքական հարթակը Փաշինյանի միտված է Հայաստանի Սարակելական Սուրբ եկեղեցու ոչնչացմանը, ինչը հակասում է միջազգային իրավունքին, ինչը հակասում է եվրոպական իրավունքին։ Եվ պիտի շատ պարզ ասեմ, հակասում է նաև Հայաստանի եւ Եվրոպական միության միջև համաձայնագրին։